Պատերազմ, օր 5-րդ։ Կրակը թեժանում է, ԱՄՆ նախագահը նաև չի բացառում կռիվը ցամաք տեղափոխելու հնարավորությունը։ Թրամփը վստահեցնում է, Վաշինգտոնն անսպառ միջոցներ ունի, կարող է անվերջ պատերազմել։ ما با هر نوع تجاوزی مقابله میکنیم. اینکه դիմադրենք ցանկացած ագրեսիային نیروهای مسلح ما آماده եւ هستند. մեր զինված ուժերը պատրաստ են։ مردم Ցավոտ պատասխան կլինի։ Հայաստանում Իրանի դեսպանի վերջին արձագանքն է ցամաքային հարձակման մասին Վաշինգտոնի սպառնալիքներին։ Ավելի վաղ Խալիլ Շիրօղլամին ասել էր, Թեհրանը հույս ունի, որ տարածաշրջանի որևէ երկիր իրենց դեմ գործելու հարթակ չի դառնա Իրանի թշնամիների համար։ Այսպիսի ազդակներ Թեհրանից հնչում են պարբերաբար։ Գործը ցամաքային հարձակման կհասնի, թե ոչ, պարզ չէ։ Հայտնի չէ նաև ինչքան կտևի պատերազմը Հայաստանի հարավային սահմաններից մի քանի կիլոմետր այն կողմ։ Հիմա իր հարևան պետությունը ռազմական հարձակման տակ է։ Այնտեղ շատ անկայուն վիճակ է, ամեն ինչ ասես կարող է պատահել, ընդհանուր մինչև մասնատում։ Իրանում անկայուն վիճակի պայմաններում Թուրքիան եւ Ադրբեջանը ինչ քայլի ասես կարող են գնալ, ընդհանուր մինչև Հայաստանի տարածքի ամբողջական գրավում։ Արդյոք Հայաստանը պաշտպանված չէ Վաշինգտոնում նախաստորագրված թղթով։ Ռազմական փորձագետն ասում է, իրական խաղաղության միակ երաշխիքը ուժն է։ Մեր աչքի առաջ են փաստերը։ Այսօր պետք է ընդունենք, որ աշխարհում ընդհանրապես փաստի թղթերի դարը ավարտվել է եւ որևէ պայմանավորվածություն, եթե դրա հետևում չկա ռազմական ուժ, որևէ նշանակություն չունի։ Այսինքն այն ինչ որ փորձում են ներկայացնել որպես խաղաղության երաշխիք, դա ոչ այլ ինչ է, քան պատրանք կամ խաբեություն։ Նույն շարքում նաև Հայաստանն ապաշրջափակելու խոստումներն են։ Ռազմական փորձագետ Ավետիք Քերոփյանն ասում է, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սա պատրվակ է թուրքական աշխարհի միավորման, իրենց բաղձալի երազանքի ճանապարհին։ Խաղաղություն, տնտեսական գործակցություն, դրանք պարզապես պատրանք են։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այսպես կոչված թրիպը կամ Զանգեզուրի միջանցքը դրանք ոչ այլ ինչ են, քան Հայաստանը փոքրացնելու հերթական միջոց, քան ոչ այլ ինչ են, քան խաղաղությունը մեզնից խլելու եւ այլ ուժային կենտրոնների ողորմածությունը փոխանցելու միջոց։ Երևանը իրական խաղաղություն կստանա միայն տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը վերականգնելու դեպքում։ Ռազմական փորձագետն ասում է, սա հաջորդ իշխանության գործն է, որովհետև գործողը ճիշտ հակառակն է անում, կրճատելով ընդհուպ ռազմական բյուջեն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։